ապա ես ասում եմ չի կարող կաթողիկոս լինել ամուսնացյալ մեր կանոնագրքերի համաձայն։ Բացառում եմ մեր կանոնագրքերի պայմաններով ինչ որ մեկը լինի ամուսնացյալ, քան ինչպես որ բացառում եմ որ կտրիճը հիմա կաթողիկոս է, այդպես էլ բացառում եմ նման բանը, քանի դեռ մեր կանոնագրքերը կան, այ օրինակ հրապարակ օրաթերթն էլ այստեղ ներկայացված է, հարցրեք հրապարակ օրաթերթին, որ այդ հոդվածը գրել էին, որտեղ ներկայացրել էին Կտրիչ Ներսիսյանի դստեր անունը, դստեր ազգանունը, դստեր աշխատանքի վայրը, դստեր զբաղեցրած պաշտոնը, խոսել էին դստեր գոլեգաների հետ, հարցեր էին տվել, անունը չեմ նշում, որպեսզի անձին չթիրախավորեմ, բայց Կտրիճովն է, անուն Կտրիճովն է, այդպես էին դիմում ու այդպես է ներկայացված հրապարակ օրաթերթի հոդվածում, խնդրեմ հարցրեք հրապարակ իշխանության չգիտեք այդ մասին, որովհետև հիշում ենք անգամ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանը համատեղ լուսանկար ուներ նրա կողքին նստած Ներսիսյանի ու իրեն բոլոր սատարողների միակ արգումենտը, որ այս պահին մնացել է, դա հետևյալն է, բա ինչի 7 տարի շարունակ սրա դեմ չեք պայքարել կամ այս հարցը չեք լուծել, բայց ես կարծում եմ դա շատ փոքր ու շատ թույլ արգումենտ է որպես այդպիսի։ Պարոն Ալեքսանյան, չեք իմացել այսինքն, թե իմացել եք լռել Այսինքն եք։ դուք հիմա իմանում եք։ Դուք շարունակում եք իմանալ։ Ես չգիտեմ։ ասում, ես ձեր հոդվածն եմ օրինակ կարդացել, հրապարակ օրաթերթի։ Ես ձեզ եմ հրապարակ օրաթերթի։ Չէ, չի ստել հրապարակ օրաթերթը։ Կտրիչ Ներսիսյանը դուստր ունի, այսինքն դուք հաշտեք են մտքել։ Դու այսինքն գիտեք այդ մասին եւ իշխանության գալուց միայն 7 տարի անց որոշեցիք։ Դուք հաշտեք Արշավ մտքի սկսել։ հետ, որ կարա ինչ-որ մեկը ինքն իրան հայտարարի կաթողիկոս ու ունենա դուստր, ըստ ձեր։ Մենք հաշենք այն մտքեդ, որ կարելի է մարդու անձնական սենյակում տեսախցիկներ դնել եւ հրապարակել։ Ես դրա դեմ եմ, ես շատ եմ լսել, որ Կտրիչ Ներսիսյանը կոմպրոմատներ է հավաքում եկեղեցականների վրա, խստորեն դատապարտում եմ այդ պրակտիկան։ Մի շարք քահանաներ դրա մասին խոսել են տարբեր հարցազրույցներում, խստորեն, գերխստորեն դատապարտում եմ դա ու ել ավելի մանրանալ այդ թեմայի մեջ չեմ պատրաստվում, քանի որ նորից եմ ասում, դա իմ համար սովետական KGB-ից մնացած ինչ-որ մի հատ նողկալի դրսևորումը, որի հետ ես գենետիկ մակարդակով անհաշտ եմ միանշանակ, բայց այն որ տարբեր եկեղեցականներ մեղադրում են այո Կտրիչ Ներսիսյանին եկեղեցականների վրա կոմպրոմատներ հավաքելու հարցում, դա միանշանակ այո լսել եմ նմանատիպ հարցազրույցներ եւ պնդումներ։ Հիմա դες հայտնի է Վեհարանը երբ է գնալու վեհապարից ազատագրելու այսպես ասած։ Վեհապարն ով է։ Կաթողիկոսը։ Ամենայն հայոց կաթողիկոսը նշել եք, չէ՞ Նիկոլ Փաշինյանն էլ ասել։ Դուք հիմա այստեղ պնդում եք երկու բան։ Ասում եք ձեր հոդվածը սուտ չի հրապարակի։ Ես էլ եմ կարծում, որ սուտ չի, ավելի վստահ եմ, որ այդ մի հոդվածը առնվազն սուտ չի։ Բոլորն են ճիշտ պարոն Ալեքսանյան։ Շատ լավ։ Դե ուրեմն այդ մեկն էլ է ճիշտ ու Կտրիչ Ներսիսյանը ունի դուստր։ Այդ դուստրը աշխատում է կոնկրետ տեղ, այդ դուստրը կա։ Կարծեմ արդեն թորներ էլ ունի Կտրիչ Ներսիսյանը։ Պարոն Ալեքսանյան, հարցն այն է, որ մարդիկ ասում են, որ ՔՊ-ն չպետք է այդ մասին բարձրաձայնի։ Դա ներքին կանոնակարգ է։ Իշխանությունն է սկսել արշավը եկեղեցու դեմ։ ՔՊ-ն չի դրա մասին բարձրաձայնում։ Դրա մասին բարձրաձայնում Հայաստանի Հանրապետության վարչապետը, որը նաև հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, հիմա ձեր ասածով հայ առաքելական եկեղեցու հետևորդը չի կարող դրա մասին բարձրաձայնել։ Ասում են չի կարող, մարդիկ, որ հարցումներ են կանում, Արցախը տված 5000 երեխայի հողը դրած իշխանությունը Շահրամանյանը չեմ լսել, որ դրա մասին բարձրաձայնի, բայց ինչևէ։ Ասեցի մարդիկ, չասեցի Սամվել Շահրամանյան։ Դե ասեցիք Ղարաբաղը տված, ես էլ ասում Սամվել Շահրամանյանը չեմ լսել, որ դրա մասին բարձրաձայնի, հետեւաբար ձեր պնդումը սխալ է, որ Ղարաբաղը տված մարդիկ դրա մասին բարձրաձայնում։ Դե դա ներքին կանոնակարգով է կարգավորվում։